Բարի լույս եմ ասում, սիրելիներս, բարի օրհնյալ ծաղկազարդ եմ ասում, մեզ բոլորիս, Աստված բոլորիս նպատակներին իրականություն տամ, երկար տարիների կյանք տա մեզ բոլորիս ու առավոտ բարի լույսով ուզում եմ հիանանք այս վարդերի ամեն մի թերթիկի գեղեցկությունով, գիտեք երեք մորքուրիս աղջիկն եկավ մեզ հյուր, մամային բերել էր իմ դնած վարդերի մի աննշան կարճը, մի քիչ կարճը, բայց կարևորը ուշադրությունն ու վերաբերմունքն է, տեղավորել ենք երկու ծաղկամանի մեջ ու վայելում ենք, այստեղ ունեմ այսպիսի սուրճի սեղան, հյուր եմ ունեցել, ընկերուհիս էր եկել ու մեզ մի քիչ լավ ենք զգացել, այս էլ եկեք, այսպես դնեմ ու մի քիչ զրուցենք իրար հետ, սուրճս արդեն էփած պատրաստ եմ բերել, սիրելիներս, որովհետև ձմեռը կարծես թե հետ է եկել մեր մոտ, չի ուզում ես վատ եղանակը նահանջի, մի խոսքով, մի քիչ տխրացնող եմ, բայց թե տարվա ամեն ժամանակահատված ունի իրան բնորոշող եղանակը, սիրելիներս, ուրեմն զանգ չկար չէ, ասիր Ալեքս, այստեղ սպասում եմ Նիկան պիտի զանգի, վարպետների հետ հարց ու պատասխան ունենք ճշտելում, ով էր ասում, վայ Անահիտ մամատ հատակին ակնում չէ, մամայի սանկողինը հենա այս իրա ցանկության, իրա որոշելով որտեղ կուզի, որ քնի, այդտեղ անցնենք հաջորդին ու ամենակարևորին, սիրելիներ ջան, ես նույնիսկ մամայիս առաջարկեցի ամենասկզբից, որ այս փափուկ բազմոցը բացենք մի խոսքով, ասեց չէ, իրա տնից բերած անկողինը կառավաթը բացենք էլի չէ, հետո գտանք հարմար տարբերակ, որ հնարավորինս իրա սրտով լինի, մի խոսքով, սիրելիներ ջան, ուրեմն ես չգիտեմ, թե ինչքան շնորհակալ եմ ձեզանից, ես չգիտեմ, թե ոնց իմ գոհունակությունը հայտնեմ ձեզ, ինչքան ասեմ, որ ալյո, հաջան, խիանչատվեցի, չգիտեմ, թե ինչքան իմ հոգու ու սրտի խորքերը ներթափանցած ձեր խոսքերին ինչ շնորհակալություն ասեմ, ալյո, նկարահանում, ստեղ ընկերուհիս հա, ստեղ Ալեքս կարամ նկարեմ, ստեղ ընկերուհիս ինձ կանչում իրանց տուն, թե ցուրտ, խոնավ, վատ եղանակ ուզես չուզես մի կողմի վրա գնում ես, չէ, մանավանդ ոնց որ ձեռնատված լինեմ, տանը ոչ մի նորմալ գործ չեմ կարող անեմ, որովհետև գիտեք ինչ վիճակ է, ինչ է կատարվում մեր տանը, սիրելիներ ջան, ու ինչ էր ասածս, ես հոգուս խորքից հետ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ակտիվ ձևով, շնորհքով ձևով, մարդավարի շնորհավորեցին իմ մամային, մեզ, ովքեր լավ բաներ ցանկացան մեզ բոլորիս,
Գրառումները շատ են, ես հասկանում եմ, դուք ձեր թանկ ժամանակից եք վատնում, ոնց ասում է ինաս, ու ճիշտ է ասում, այնպես չի, որ ինչ-որ թե սխալ մի բան ասում, բայց որոշեցի, որպեսզի ոչ մեկիդ չնեղացնեմ, մեկիդ երկար պատասխանեմ, մյուսին հակիրճ 2 բառով, տեսանյութի ներքևում Զագրիպից արեցի իմ գրառումը, բոլորիցդ իմ շնորհակալությունը հայտնեցի, որից հետո էլ սիրելի հետևորդներ ջան, կարդալով ձեր գրառումները հատ առ հատ պատասխանել եմ, որովհետև համ ինձ հետաքրքիր էր, հատ առ հատ սրտիկել եմ կարդալուց հետո, համ ինձ հետաքրքիր էր ձեր մտքերը, համ էլ ոնց կարա հետաքրքիր չլինի, թե օրինակ Սապետ Իսրայելյանը ինչ կգրի, կամ օրինակ Իննա Գասպարյանը ինչ կգրի, կամ չգիտեմ, ցանկացած մի մարդ, մի բարեկամ, մի լավ ընկեր, ով որ այդ պահին միացել է մեզ, ուրախացել է մեր օրով, ուրախացել է մեր գործերով, ինչ ասեմ սիրելի հետևորդներ ջան, այնպես որ բոլորիցդ անձառանց շնորհակալ եմ ձեր ջերմ ու բարի խոսքերի համար։ Հիմա քանի որ ես իմ ես հետևի ֆոնը չեմ սիրում, եկեք տեղափոխեմ տեսախցիկը ու գնանք այս մի կողմի վրա նստենք, հա, այս մի կողմի հետևի ֆոնը ավելի սիրուն է ու ավելի լավն է։ Այստեղ երբ որ բացում եմ հարթուկս էլ դեռ մնացել է, մեղքս միշտակցնեմ, որովհետև դրա ժամանակը անկեղծ եմ ասում հետ չունեի, որովհետև ոյ վախեցա, շտատիվս ինձ թվաց թե ընկավ, որովհետև մտածում ես ինչ անես, ոնց անես, որ ամեն ինչ ճիշտ ու լավ անես, եկեք դրան սենց անենք, այս սենց անենք, հիմա սիրելիներս մի քիչ պատմեմ երեկվա մասին, երեկ ունեցել ենք շատ լավ օր, շատ տնական ու հավեսով օր, Արաքսն եկավ իր ամուսն ու 2 ճուտիկ բուլիկների հետ, 2-ի իրում պուպուշ աղջիկ ունի, շատ խելացի, շատ բարեհամբույր, շատ լավ բալիկներ են, ես շատ ուրախացա զուտ են մտքից, որ մենք ոչ թե շփվում ենք, սենց ասեմ, քրերով, այլև մենք հարուստ ենք մեր մամաներով, էլի, ոնց բացատրեմ, որ մտքիս խոսքը կարողանամ ճիշտ բացատրեմ, ճիշտ է իմ համար համպատրաստից էր, որովհետև ես չեմ սիրում, որ ասեի պատճառաբանեի, որ վայ, բա գիտեք, ռեմոնտի մեջ չեմ կարա այս սարքեմ, մարդու մտքում տեղ լնի, կճուճում էլ եղ կլնի, ասած մեր մեծերին, այնպես որ ոչ մի խնդիր դրանում չկա, սիրելի հետևորդներ ջան, ես ամեն ինչը փառքաստու արագի մեջ կազմակերպեցի, իմ ուզած ձևով հյուրասիրեցի, իրանք շատ գոհ գնացին, շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք, եղանակը էլ ավելի վատն էր, խոշոր փաթիլներով, ոնց էր ձյուն գալի, ձյունը դադարում էր, անձրևներ գալիս, անձրևը դադարում էր, ձյուն էր գալիս, այդ ձևի վատ եղանակ էր, որ հիշում եմ ու համեմատում անցած տարվա հետ, անցած տարի ավելի լավն էր, բայց մաման ասում է դրանից 3 տարի առաջ ձյուն էր եկել, ես որ ճիշտն ասեմ չեմ հիշում, մեղքս միշտակցնում, այդքան մի բան, մնացածը տնական օր ունեցանք առանց կամերայի, որովհետև մարդիկ տարբեր են, ես տեսախցիկը համարում եմ իմ աշխատանքը, իմ դիմացի ինձ բարեկամն էլ ասում է,
ես հանկարծ կադրում չերևամ, դե ես գիտեմ, դա նորություն չի ինձ համար, ես իմ բարեկամների ցանկացածի բնավորության գիծը արդեն շատ լավ գիտեմ, օրինակ մի տարի, որ մամայիս հետ գնացինք ծնունդ, նշելու Չերքեզի ձորում, Ձկան ձորում, մորքուրիս ու ամուսնու հետ գնացինք, մեր հավեսով կերանք, խմեցինք, նկարահանեցի, բայց երեկվանը այդ դեպքը չէր։ Կամ եղել է, որ գնացել ենք Փարվանա, էլի նկարահանել եմ, ուղիղ եթեր եմ մտել, որովհետև էդ էլ այդ դեպքն էր։ Իսկ երեկվանը ավելի տնական ու բնական օր եղավ, հա, մենք մեր մար, մեր հավեսով, մեր ասելով, մեր խոսալով, մեր հիշմես են, մի խոսքով էլի մի տեսակ մանկության գիրք ընկանք, հին ու նոր արինք, լավ ու վատ արինք ու շատ լավ պահեր ունեցանք, այն որ անփոխարինելի են այդ պահերը իմ համար, իմ կյանքում։ Այնպես որ, սիրելիներ ջան, այս կյանքում ինչ ամնում մի լավ խոսք, մի լավ գործ ու մի լավ արարք։ Անկախ նրանից դա լոտոյի նման մի բան է, թե արածդ ոնց կգնահատվի, ով ոնց կընկալի, բայց առաջինը ես որպես մարդ իմ ցանկացած արարք անում եմ իմ ցանկությամբ ու որ ինձ դուր գա, մնացածն էլ արդեն փառքաստու կերևա։ Այդքան մի բան, երեկոյան ուշ էր, 12-ը անց էր, երբ որ ես սկսեցի գրառումները կարդալը, շատ հուզվեցի, շատ ուրախացա, շատ ինձ լավ զգացի, գրառումների մեջ մեծամասամբ նկատել եք մամայի կոկիկությունը, մամայի թիթիզ հագնվելը, դե ինքն իրա ֆորմի մեջ ամիշտ, ես իմ, մի ուրիշը մի ուրիշ, մենք մարդիկս տարբեր ենք, ամեքը ով ինչ նատուրայի տեր մարդա, այդ ձևով էլ երևի չէ, բայց գրառումների 80%-ից ավելը զուտ նկատել էիք մամայի կոկիկությունն ու թիթիզությունը, ինչը որ ինձ շատ ոգևորեց ու ոգեշնչեց հենց այդ երկուսն իրար հետ։ Դրանից առաջ էլ չասեմ, որ ունեցել եմ բաց թողնված զանգեր, խնդրում եմ ներող, ուղղակի երեկվասքս շատ էր, տանը տաք ջուր չկար, ես էլ մի տեսակ արդեն սովորել եմ այդ տաք ջրին, հիմա նոր արդեն իջել եմ ներքև վարպետներին ասում եմ, սենց էլ անհնար է, էլի դրեք այդ կաթսան, հետո էլի կհանեք, համաձայն եմ խոհանոցը պետք չի, բայց կաթսան, որ շատ է պետք, որովհետև այն մի խոհանոցում, որ ես էփեցի, պատրաստեցի, ընդեղ չկա, ջուրը եթե բացեմ խնդիր է, կանալիզացիա էլ նորմալ չկա, մի խոսքով չմանրանամ չեմ ուզում, դրա համար սենց վազքս մի քիչ շատ եղանակն էլ ցուրտ էր, ճնշող էր, հեչ լավը չէր, այսօր էլ չի լավը, բայց թե ունենք են, ինչ ունենք, սիրելիներ ջան, դրա համար հոգուս խորքում ես ուրախացա, որ կարողացա հասցնեմ ամեն ինչը ու այս մի պուճուրիկ պլիտեն, ճիշտ է ինքը շատ հզոր է, բայց մեր զալը մենակ 50 քառակուսի մետր է, տաքացնելը մի քիչ դժվար էր, ես էլ վատ էի զգում, գիտակցելով, որ երկու փոքր երեխա կա, ոնց կլինի ուրիշ ձևի, բայց թե էդ էր պայմանները մի խոսքով, փառքաստու ամեն ինչը լավ անցավ։ Ես շատ ուրախացա, որ իրոք ճիշտ է, պահեր կա, որ Ալեքսը մի տեսակ շատ է պարզ ու մաքուր, շատ է այսպես ասած բաց երեխա, ինքը հետին մտքով ոչ մի բան չի մտածում, ինքը ոնց շիտակ մտածում է, տենց շիտակ էլ արտահայտվում է, գիտեք, նկատել եք, շատ-շատերը նկատած դա կլնեք, ինքը չի մտածում, ես ինչ բան ասի, մամազ նկարում է,
Այն ինչ բանը չասեմ մամազ նկարում է, ինքը չէ, միամիտ գիքորի նման պարզուշի տակ ամեն ինչը ասում է, ու էտել եմ շնորհակալ, այո, նկատել եք, ես իրոք գողի շնորհակալ եմ, գրառումներում էտել էի գրել, որ Ալեքս ինչքան պարզ ես, ինչքան մաքուր, ոնց կարանք մենք քեզ չսիրենք, ապրեք, շնորհակալ եմ շատ ու շատ, հետո ես հոգուս խորքում շատ ուրախացա այն դեպքում, երբ որ իրոք մեր անակնկալը ստացվեց, ինչ էր եղածը, մի խմորեղեն, մի փունջ ծաղիկ, բայց այն որ մերս իրոք չգիտեր ու այդ գիշերվա հազարին, որ ինքն արդեն պատրաստվում էր քնի, թեպետ հոգու խորքում չէր քնի, որովհետև մենք տենց ենք սովորել, որ 12-ը խփի, ես դեռ չեմ հիշում մի ծնունդ, որ 12-ը չխփի ու հենց այդ պահին ինձ չշնորհավորի, իմ թանկ աղբերս, չկա նման բան, չի կարառնի նման բան, հլավոր, թե հետո օրնի չգիտեմ, բայց այս պահին, մինչև այս պահը չեմ ունեցել տենց մի բան, հուսամ հետո էլ չի լինելու, շնորհավորել են և Նարեկս և Ինգան, ու նույնն էլ ինչ տարբերություն, մերս կլնի, հերս կլնի, մենք տենց ենք սովոր իրար շնորհավորելու ու չգիտեմ, լավ որ ունեցա, որ խոսքը գնա դեպի զավակ ծնող հարաբերություններն ու պարտավորությունները, պարտավորություն Այն էլ այս տարիքում ոչ մի անգամ, ոչ մեկի հանդեպ չի ունենում իմ մտածելակերպով, պարտավորություն ունենում ես մենակ հոգուտ խորքի անկյունը, որ արդյոք դու պարտավոր ես, կարողա դու կարանայիր անես, բայց չարեցիր, փառքաստու ես տենց պարտավորություններ չունեմ, որովհետև ես գիտեմ ինչա նշանակում զավակ ունենալ, պահել, մեծացնել, գիտեմ ինչա նշանակում հարգանք դեպի ծնողը ու գիտեմ ինչա նշանակում հարգանք դեպի շրջապատը, դեպի այս լայնածավալ մեծ մասշտաբ ունեցող շրջապատը, թե օնլայն հարթակում, թե իրական կյանքում ու այո, պահեր կա, որ մեկ-մեկ ցաված նման, բայց այդ ցավալն է հենց քեզ սենց մի թափահարում ու քեզ ասում անայդ վեր կաց ավելի ուղիղ կանգնի ու ավելի սթափ մտածի ու ավելի տեղին ու մտածված գործիր, խոսիր, նվիրվիր, որովհետև ես տեսակով են տեսակի մարդ եմ, իհարկե բարեկամներիս ու ծնողներից հանած, ես իրան շատ եմ սիրում ու հարգում, բայց իմ դիմացի մարդուն կարող եմ այնքան խորը նվիրվել ու այնքան պարզ ու մաքուր նվիրվել, որ ցավոք սրտի դիմացինը սկսի կամ ինձ ծաղրել, կամ ինձ օգտագործել, մտածելով, որ դե դու միամիտ ես էլի, դու արա ես օգտվեմ, բայց այդ ցավը զգալուց հետո էլի ես չեմ չարանում, էլի ես նույն Անահիտն եմ մնում, ուղղակի ավելի արդեն սթափ ու ավելի ձիգ ու մի քիչ հեռվից եմ սկսում մտածել։ Սիրելիներ ջան, ինչի եմ բարձրաձայնում, որովհետև կյանքը ունի մի հատ հիմար օրենք, ներողություն, որ այսպես եմ ասում, բայց իմ կաշվի վրա զգացածն եմ ասում, որ եթե դու քո դիմացի մարդուն նվիրվում ես քույրաբար, մտերմաբար, ոնց ասեմ, հարազատաբար, մաքրամաքուր ձևով նվիրվում ես, մեկ էլ հարված թիկունքից, մտածելով, որ դե Անահիտն այնքան միամիտ ու այսպես ասած, պարզ մարդ ա, որ չի էլ ջոգի, բայց հենց այս բառերով ասեմ, հա,
Բայց Անահիտն այնքան հեռատեսու, այնքան համբերատար մարդ է, որ Անահիտը եւ նկատում է եւ հասկանում ու դրանից հետո փորձում ինչ որ թե ելք գտնել, որ մինչև ամեն ինչ չկորչի, բայց հետո երբ որ ավելի սառն ես մտածում ու կողքից ես նկատում ու նայում, հասկանում ես, որ քո զավակից այն կողմ այսուհետ չի կարելի ոչ մեկին անձնվիրաբար կուրորեն նվիրվել, քանի որ թիկունքից հարված ստանալը հեչ լավ բան չի, որովհետև դա ճղճիմ արարք է, ես օրինակ սիրում եմ ամեն ինչի պարզությունն ու շիտակությունը, ես օրինակ եթե այսպես ասած թեկուզ մի բան ոնց ասեմ խոսում եմ կամ անում եմ, սիրում եմ պարզ ու շիտակ մի անգամից դեմքին, ոչ թե թիկունքին։ Այսքան բան։ Հիմա ես էլ ասեցի զուտ նրա համար, որ սիրելի հետևորդներ ջան, ինաս ինձ մի հատ հավես ու հետաքրքիր խորի մաստ գրառում էր գրել, որ Անահիտ ջան, մեր ժամանակից մենք վատնում ենք, բայց դու չես գրում, ես սիրում եմ Ինայի այդ ուղիղ, պարզ ու շիտակ գրառումները, այո, երբեմն կքննադատի, այո, դա քննադատություն չի, դա շատ ճիշտ է, բայց սիրում եմ, այսպես ասած, ամեն ինչի պարզն ու շիտակը, ոչ թե հարվածներ ետնամուտքից, ոչ թե գլխավոր մուտքից։ Այսքան մի բան, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, այս մի քանի օրվա բաց թողած գրառումների համար ներող, այսուհետ կփորձեմ մի քիչ ավելի, ոնց ասեմ, սենց հետևողական լինեմ, ճիշտ է, լսարանը մեծ է, մեկ մտածում եմ, ասում եմ, բա այն բլոգերները ոնց անեն, որ 3 միլիոն, 4 միլիոն հետևորդ ունեն, այն օրը մտել եմ կուխնյա նայզնանկու, ինքը բլոգեր է, հավանում եմ իր խոհանոցի շատ, ու նայում եմ ինքը հեսա կհասնի 4 միլիոնի, բան չի մնացել, ասում եմ հլը տեսնեմ հատ առ հատ պատասխանում է, չէ, իր էջում տենց բան չկա, բայց սրտիկում է, դա էլ հենց բլոգերի ուշադրությունն է հանդեպ հետևորդի, այնց կհասկանան այն մարդիկ, ովքեր ունեն 200, 300, 400 հազար հետևորդ ունեցող լսարան, մի տեսակ անհնար է, էլի բոլորին այդքան կա որ այն ձևի սիրուն ու հաճելի գրառումներ եք անում, որ 2 բառը շատ է քիչ լինում, որ պատասխանես, 3-ն էլ 4-ն էլ պատասխանում ես մյուսին քիչ, մեկ էլ նայում եմ անձնական են գրում նամակ, սոցկայքերով, Instagram, Facebook, գիտեք արդեն ասել եմ, որ ունդեղ կամ ու ասում են Անահիտ ջան, կա տարբերություն եք դնում, սիրելի հետևորդներ, ոչ մեկի տարբերություն չեմ դնում, տարբերությունը ինքնաբերաբար ստեղծվում է այն դեպքում, երբ որ շատ շատերին ճանաչում եմ իրական կյանքում, շատ շատերի հետ շփվում եմ, տարբերությունը մենակ է դառնում, թե չէ օնլայն հարթակում ես ոչ մեկի հետ, այսպես ասած, տարբերություն դնելը որն է, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ յան ենք, ու ես ձեզ բոլորիդ էլ շատ ու շատ սիրում եմ, ոնց կարամ տարբերություն դնեմ, չկա նման բան, այնպես որ եկեք մի փոքր ըմբռնումով մոտենանք ու շատ սիրենք իրար, հարգենք իրար ու շփվենք այնպես, որ թիկունքից հարվածելու մասին չմտածենք։ Այդքան մի բան,
Իսկ այսօր մի քիչ էլ խոսեմ այսօրվա մասին։ Այսօր ծաղկազարդ կիրակին է, գիտենք եկեղեցին լեբլեցուն է մարդկանցով, սուրբ պատարագ, մի խոսքով մոմավառություն, աղոթքներ։ Ես ամեն Աստծու անգամ, երբ որ կգնամ կամ Աստծու տուն, կամ չեմ գնա, կմնամ իմ տանը, իմ հոգու խորքում, միշտ կա չէ սենց նախադասություն, որ ասում ենք թողություն տուր իմ մեղքերին Տեր Աստված, այնպես չի, որ սենց մեղքերի մեջ թաթախված մարդիկ ենք, մենք շատերս, բայց ես չեմ պատկերացնում այն ձևի մի մարդ, որ չունենա մեղք գործած, թեկուզ սուտ խոսելն էլ դա ավելի մեծ մեղք է, քան ինչ-որ թե մի ուրիշ վատ արարքը։ Դրա համար մեղսունակ մարդը գիտեք, որ ով կլինի, իմ կարծիքով այն նոր ծնված հրաշամանուկը, ով առաջի անգամ իր ճիչով սենց ողողում է աշխարհը ու այն հիշում եք բանաստեղծության մեջ, որ ասում է վճիտ լուսե ինչպես վճիտ, ինչպես արցունքը մանկան համեմատում է, չէ, այդ համեմատականը կա, այո, նորածնի արցունքները վճիտ են ու մաքուր, որովհետև մեր արցունքները աղի են, իսկ նորածնինը այդպես չի մաքուր է, անմեղ է, այ վճիտ ու մաքուրը այն նոր ծնված բալաները կլինի, որ ցանկանում եմ բոլոր նրանց, ովքեր երազում ու փափագում են մայրանալու մասին, ես գիտեմ ունեմ այդ ձևի հետևորդներ, էլի եմ ասում ուժեղ եղեք, հավատքով եղեք ու համբերատար եղեք։ Իսկ երբևիցե ոչ մի անգամ չեմ սպասել, որ օրինակ գա ծաղկազարդի օրը ես վեր կենամ գնամ եկեղեցի կամ ինչ-որ թե զատկի տոնը ես վեր կենամ գնամ եկեղեցի, ոչ, եթե մտքով տխուր լինեմ, եթե միտքս քաշի, որ գնամ եկեղեցի, կապ չունի շաբաթա, կիրակյա, երեքշաբթյա, վեր եմ կենում, գնում, նստում եկեղեցի, թեկուզ պատարագ լինի, թեկուզ չլինի, երբեմն այդ քարերի սառնությունն ու պատերի լռությունը մի տեսակ ոնց որ հոգիդ ավելի սենց խաղաղացնի, ավելի մտքերդ իմի բերի ու իմ աղոթքն եմ անում, գալիս իմ տուն, իսկ եթե ստացվում է այնպես, որ չեմ գնում իմ տանը, իմ հոգու խորքում, թեկուզ բարձրաձայն, Աստծուն խնդրում եմ իմ հոգու խնդրանքը, թողություն խնդրում իմ մեղքերի համար ու երբեք չեմ ամաչում նման միտքը բարձրաձայնելուց, այնպես չի, որ սենց մեղքերի մեջ թաթախված մարդ եմ, քանի որ հնարավորինս փորձում եմ հետ մնամ ստախոսներից, որովհետև կյանքում ամենա վտանգավոր մարդը դրանք ստախոսներն են, հրեշտակի դիմակ հագած, ավելի լավ ոնց բացատրեմ, որ խոսքս ճիշտ բացատրեմ, իմ մտածելակերպով, օրինակ, եթե ինձ հարցնեն քո համար, որ մարդն է վտանգավոր, որից հեռու կմնաս, ով ստախոս է, թե ով վարքով ոչ այնքան լավ, միանշանակ ես ստախոս մարդուց հեռու կմնամ, որովհետև այս կյանքում ամենա վտանգավոր ու դաժան մարդը դա ստախոս մարդն է, որ իրենց այնքան վտանգավոր մարդ ես չեմ պատկերացնի ու ցավոք սրտի կա չէ, որ շրջապատումդ բարիփերու դիմակ են հագնում, հետո մեկ էլ այն որ բռնում ես իրանց սուտը, ասում ես Աստվածի ուժելի ես կարող էի նմանատիպ մարդու հետ ընկերություն անել, մի կտոր հաց կիսել, չգիտեմ, տենց բաներ, բայց եկեք խոստովանենք, որ բոլորիս հետ էլ
պատահած կլինի նման մի բան ու հենց դա ես համարում եմ թիկունքից հարված ու ջղայնանում իմ վրա, որ միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի, եկեք տենց փոխարինեմ խոսքերս Նաիրի Սարյանով, քան թե մնացածը հասկացանք, քան թե այդքան միամիտ էի փաստորեն, բայց ոչինչ, կյանքը ամեն ինչի հետ էլ բերում մեր ուղիները խաչումամ, հետո քեզ հասկացնում, որ դու ընտրիր մաքուր ու նեղ արահետ, որի ծայրում լավ լույս կա։ Այնով ես Արի փագի ցուրտա Ցուրտա չէ Փագի արի Ինչ մարդ առանց արևան Արի չես երևում արի Ահա սիրելիներս մեր մոտ երեկոյան կողմերն ցուրտ Հելեք ինչ կարծի ու այս ծխտի հետ ինչ ամենան եթե ոչ լավ համով սոս պատրաստել սովորականի նման դե գիտեք ինչ ենք անում ոնց ենք երբում տավարի միսը նախորդ խաշել եմ հետո արդեն իսկ պահածոյացված ախորժակի մեջ եմ, այսպես ասած համովացնում իրան, հետո է ինքնից թափնետեր է կունեմ, աղն եմ լծվի, ջուրն եմ լծնեմ, սիրելիներ ջան, ու թողենք հավեսով ինքը էպվի, կծուցի ծակնելա իրա հետ շատ սազում, բայց ես չդրեցի, որովհետև պահ կա Ալեքսն ենց հավեսով ուտում պահել կաս մամամ ջանն չի կծու ու մի տեսակ ես շփոթության մեջ եմ ընկնել, այդքան մի բան, Ստեղ էլ կոֆե եմ դրել, ստեղ սեզ ասում եմ տոդոմ, վերջապես, իմ սիրուն, իմ երկար, իմ պուպուշ մազերը տեսքի եմ բերել ու ես ինձ ենքան լավ եմ զգում, էլ ասելու չի, հնդի են ասում տրամս բարձր, ես որ շատ եմ ուրախանում, որ չգիտեմ, որ մազերս շնորհքով չի լինում, ոնց որ թե ինձ թվում է մի կարևոր բան կորցրել եմ ու չեմ կարողանում գտնեմ, դրա համար սիրում եմ, որ իմ մազերը միշտ և միշտ խնամված լինի, ուրիշ կերպ չեմ էլ պատկերացնեմ, կոֆիս եկավ, էսպես լծրեցի, ուրեմն ինչքան լավ բանա հարևանը, որ ցրտերն ենք նմա, հավակվում ես, նստում, ասում, խոսում, կամ մի լավ բան սարքած ալնում, մեկ էլ նայում ես հյուրասիրմա, իհարկե մեր մոտ և կյանքում պիտի ամեն ինչը փոխադարձ լինի, մեր մոտ առավել ևս։ Մի հատ սենց տակ ճաշեմ, մենք էլ կուտենք, մերս էլ գործից կգա, ու տակ կվայելի։
Ամանեղենս կամաց բերեցի վերև, որովհետև դե գործը դեռ շատ է։ Ընտիր համը լավը, բույրը լավը, ճաշիս տեսքը ախորժելի, խնդրեմ, շատ եղավ, 3 հոգու համար չափազանց շատ է, բայց թե վաղվա էլ կմնա, կոֆես սառավ, եկեք գնամ դուրս, մի հատ հավես տեսարան եմ ուզում ձեզ ցույց տամ։ Ստեղ են չի ասում։ Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում, ձյունը իր հեքիաթն է պատմում, արծաթե թիթեռնիկներ, բայց այս թիթեռնիկները էլ չենք ուզում, հերի քախված մի հատ կոֆե խմենք ու մթան պիտի գնայ ընկերուհուս մոտ մի քիչ ժամանակ անցկացնեի, ով էնել ենքան ցուրտ ու խոնավ եղանակա, որ հեչ միտեղ գնալը դել չի գալիս։ Եվ ուզես թե չուզես, նստում ես քո տաքուկ տանը ու զբաղվում քո ամենօրյա գործերով։ Մի գործ հաստատ գտնում ենք։ Ուրեմն քանի օրեր թե գիտեք վերանորոգում եմ ձեռնարկել, դեռ նիկայի օրոքից ենք դա պլանավորել ուղղակի մարդիկ գործ ունեն, մի խոսքով չմահրանամ, իմաստ չկա ու կացան հանեցին, որ հանեցին, դե մազերս նոր էի ֆենել, ինչ մտածում է, դե իրանք արագ աշխատող են շատ, սիրում են շուշուտ աշխատեն, գնան իրանց տները, ասում են մի 5-6 օրա մի կերպ կձգեմ, կանցնի, վայ չէ, տեսա որ 5-6 օրվա բան չի, լավ ավել երկար, քանի որ եղանակը խոնավ է, ես էլ չեմ ուզում այս ննջասենյակից նման պլիտա վառեմ, ավելորդ էներգիա գերածախսանեմ, տեսա որ չէ, երկարում եմ, այսօր ասում եմ, ամաչում եմ, բայց մի բան եմ ուզում խնդրեմ, տղաներից մեկը կատակասեր է, ասում, խազյայն всегда прав, ասում եմ, ճիշտ է, իհարկե համաձայն եմ, ասում եմ, էլ նման, որ ես կացան հետ վերադարձ ենք անում, թե բայց էլի հանվելու է, ասում եմ, դե հնարավորինս ինչքան կձգի, թող մնա, ու միացրին լավարին, ապրեն իրանք, ես էլ, որ հով ես ալնում, էլի ջուրդ բացնես, մի անգամից տակ դալիս է, ամանները տել ես լվանում, հակուստը տել, մազերը տել, մի խոսքով, ու սենց լավ է, քան սիրում, տեսարանա, գժվելի կա, մի րոպե, մի հատ նայեք էլի, մոտեցնեմ, ու դուք տեսեք, սենց խոսքի մստում ես, ու դեմդ ձյունա գալիս, մի հատ հավես լավ եղանակա, ընտիր, խոշոր, նենց է սիրուն է գալիս, դե գիտենք խոշոր ձյունը շուտ է կտրում, երեգել էր թենց, կամ անձրևեր, կամ ձյուներ, կամ անձրևեր, կամ մեկը մյուսին ոնց որ հաջորդեր ընքան հետաքրքիր է, սենց նստել էի, նայում էի,
անելիք չունեի, դրա համար էլ նայում էի, ինչ որ կար արդեն արել էի, պրծել էի, իրիկվա կոմեր, մորքույս աղջիկը գնաց, ուսենաման չաման լվացիմ, պիլասոսեցի, մի խոսքով ինչ պետք էր, ոնց պետք էր, ուսենց նայում եմ, ասում ինչ հետաքնվի եք, խոշոր սիրուն գալիս է, հավեսով, հաճելի ձևով, այդքան բան, նայում ես, համաճկերը տա հանգստանում, համ սիրտը ու հոգի տա խաղաղվում, համ էլ ոնց որ մտքերը տա սենտյան փաթիլներին ու ասես հա կլնի թե չէ, ոնց կլնի, ինչ կլնի, այս պահը ոնց կլնի, այն մյուսը ոնց կլնի, մի խոսքով, այդ տենց բան էր, սիրելիներ ջան, հիմա այսօրվա գործը վարպետները պրծան, ինչքանը որ հնարավոր էր, այս խոնավությունը մենակ այդ դեպքում է, էլի սենց ոնց որ գործի արագությունը երկու անգամ կրճատում եմ հետաքրքրում, ավելացնում եմ, չէ, պակասացնում եմ, թա մտքերս շեղեցի, ու բայց թե որ վերջը հաճելի դիլնի, դա մի ուրիշ բան է, որ պատկերացնում եմ սիրուն խոհանոցում եմ ապրելու, շարժվելու, եսի, տենանք, Նիկան ինձ ասում եմ, մեկա, դու որտեղ մի սիրունաման տենաս, մեկա առնելու ես, ուզում շկաֆ փոխենք, ուզում շկաֆները շատացնենք, դու սիրում ես ամանեղեն շատ ունենաս, թրենդայնի հետևից, դու սիրում ես, որ ունենաս, ամանեղենից քանի զրուցեցինք, շնորհակալ եմ, որ երեք նկատել էիք, այո, ես իմ սիրուն մամայի օրը էլ ավելի սիրունացնելու, ճոխացնելու համար իմ նոր սպասքով, տենց էլ էլի, սրտիս, ոնց ասեմ, ցանկությունը, ուրախությունը, ամեն ձևով էի ուզում, որ մերես չնեղրի, ինչքան ուզում խոսքի օրինակ մեր տանն ապրում, բայց մարդը չունի, չէ, իր սեփական տունը, ինքն էլ միշտ ասում եմ, ես չեմ սիրում ուրիշի ումուտ ընկնելը, չգիտեմ, ես իրա համար ուրիշ չեմ, բայց որ տենց ասում, չգիտեմ, դրա համար ամեն ձևով, քանի որ ինքը սիրում էր սպիտակի ու ոսկեզօծի համադրությունը, եթե նկատեցիք, ես սեղանը տենց էի պատրաստել, որ իրա սրտով լներ, իրա ճաշակով լներ, ինչ ենք տանում ես աշխարհում, անձնականով իմ քույրանն անել էր, էլի շնորհավորել, ասма գիտես, նենց հետաքրքիր ձևով էր ինքը շնորհավորել, Անահիտ ասում է, ոնց ասեմ, որ միտքս ճիշտ ասեմ, ասում ենք, որ մեծանում ենք, գնում ենք մեր կյանքի էնդիակատար տարիները, բայց 60-ից հետո ցավոք սրտի մարդը գնում է իր կյանքի դեպի մայրամուտ, թեպետ դա մի քիչ հարաբերական ասված բան է, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենքիս համար ունի էլի, ի վերուստ երբ որ մենք ծնվել ենք, և մեր ծննդյան պահն է պլանավորել, և մեր երկնային կյանք գնալու պահն է պլանավորել, պիտի մենք ուղղակի հյուրի կարգավիճակով այս երկրագնդի երեսին ապրում ենք, բայց որ տենց ասում Աստվածին ինչքան խոր մտքեր կա, ինչքան լավ բաներ գիտի ես Աննան, մեզ երեխեքիս ինչ ամնում, մեր ծնողներին հնարավորին չափով սեր տանք, փոխարենը ոչինչ չակնկալելով, բայց հոգուտ խորքում դու էլ ես էլ երեխա, քեզ էլ ես ուզում ես, որ քեզ լավ վերաբերվեն, շատ սեր տան, ու ինչը հոգիս շատ շոյեց, գրառումներին 80-ից ավել
տոկոսը, հա, սենց որ տոկոսային հարաբերությունով խոսենք, մամայից բնութագրել էի կոկիկ ու քաղցրալեզու, իրոք տենց հետ կա, իսկականից տենց հետ կա, այնպես որ շնորհակալ եմ ձեզնից շատ, այն փոքր ժամանակ ոնց էինք ասում ամպերի չափ, Նարեկս ասում էր ապերի պեչով, ես էլ ասում եմ ամպերի չափ, իրոք շատ շնորհակալ եմ, ծնողարգող մարդիկ ուրիշ են ու յուրահատուկ, տարբերվող, ցավոք սրտի այո, վատ ծնողներ էլ կան, բայց վատերից հեռու չեմ ուզում վատ ոչ մի բանի մասին խոսամ, մենակ այսօր պահի տակ այդ ընկերության փոխհարաբերություններից ուզեցի մի քիչ զրուցեմ ու մարդկային փոխհարաբերություններից, օրինակ եթե ինձ հարցնեն ասեն ում հետ կշփվես, ումից հեռու կմնաս, ստախոս մարդուց, թե մի քիչ վատ պահվածքով մարդուց, իհարկե ամեն մարդու կյանք իր անձնական տարածքն է, ոչ մեկ իրավունք չունի խառնվելու ու սողոսկելու, իմ համար, իմ աչքերի համար և իմ ուղեղի ծալքերի մտածելակերպի համար ստախոս մարդուց վտանգավոր մարդ այս աշխարհի երեսին չկա, իմ համար, ու ես թեկուզ ուշ, թեկուզ թիկունքից հարված դոնալով, բայց միշտ եկեք սենց կանգնան հետևից ֆոնը տեսեք, միշտ հեռու եմ մնում ստախոսներից, սուտ խոսալ եմ, ես հիշում եմ փոքր երեխեք էինք, պապս բացատրում էր, ասում էր սուտ չխոսաս, մի օր ասի ինչի այ պապի, ասում էր լիզուդ յարա կլնի, բալաջան, սուտ չխոսաս, ու այն փոքրուց ես իմ ծնողներից, իմ մեծերից, իմ տատու պապից, միշտ լսել եմ, որ սուտ խոսալը վատ բան է, ու Աստծու առաջ էլ մեղք կա էլի եսի, ես այդպես եմ մտածում, երեխեք գիտեմ, որ սիրում եք, ես թյունը, այս պայն ինչքան ուզում ամրսես, բայց ես էլ եմ սիրում այս թյունը, խոշոր, սիրում, վայել էլ ա պետք ուղակի, այս ճոճանակին, նստես, մի բաժակ տակ չայ վերունես, ու բարիս ուղիղ իմաստով վայել ես, չմոռանամ ճաշիս մասին, այս պահին խելքս տվել եմ ձնին, ճաշիկս մնաց, Էնանք ինչ վիճակն է, շտատիվս, տեղավոր եմ, են բարձր ու մեծ շտատիվների ցևն եմ, ուղղակի ի սկզբանե տեսքը շատ լավն է, առատ համեմ ենք կլցնեմ ու տակ անուշ կանենք, ախ ենքան սիրունացին գալիս, ենքան ընտիրացին գալիս, վերջ, ես էլ իմ հոմով ճաշիկը, սիրելիներ ջան, այս հենց դուրնել պակենք, մեկ լնում ափիսոնի սոյա գալիս, վախ ավելի խոշորացավ, ստենայեք, Ստե դնա, հետը, Մառախուղա սալերը վապշե չի երևը, ոչ մի ձևի, ընտիս, ասեք, որ սիրում տեսարան եմ ձեր համար բերել,
Սիրելիներ ջան, արտակարգ դեպք է կատարվել աչքիս, այնքան տարբեր ձեներ եմ լսում։ Այս որտեղ է ինչ եղել։ Որ ծխի հոտ էլ առնում եմ, չէ։ Վախենում եմ։ Այս կողքերը մեր մոտ ինչ-որ թե մի բան ա եղել։ Ինչ-որ մի բան վառվում է։ Այ քեզ բան։ Ինչ ողում։ Այ քեզ բան։